Շնորհակալություն, հաջորդած։ Գիտեք, հիմա կոռեկտություն ինձ թույլ չի տալիս, ես Մովսես Հակոբյանին արձագանքեմ նույն ոճով, ես սուտ չեմ խոսում, դա բոլորին պարզ է, ու դա 44-օրյա պատերազմի արդյունքների մասին է։ Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ և պատիվ ու լռի, և հորդորում եմ լռել, ու ծպտուն չհանել, որովհետև դա իրենց գործունեության արդյունքն ու հետևանքն է, որի պատասխանատվությունը ամբողջությամբ նաև իրենց օժանդակությամբ, նաև ձեր շատերի ջանքերով փորձում է կարվել միայն մեր վրա։ Անկեղծ ասած, ես պատարագի մասնակցում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, և երկրորդ ես չունեմ ինֆորմացիա, որտեղ է վկայակոչվում Կտրիժ Ներսիսյանի անունը, որտեղ չի վկայակոչվում։ Եթե ես միտեղ մասնակցեմ, վստահ եղեք, որ չի վկայակոչվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդածը։ Ես իհարկե շնորհակալ կլինեի ձեզնից լսել այդ որ դաշնակիցը պիտի աճապարեր մեզ փրկելու, բայց կարողա չհարցնի, ինչպես միշտ։ Բայց քանի որ չեք նշում, ես նշեմ, որ մենք հույսը դնում ենք մեր վրա, եւ բնականաբար նաեւ այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունը այն ճանապարհն է, որը չեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը, այդ թվում նաեւ ինչ որ մեկի կողմից մեզ օգնելու շտապողականության մասին, ինչ վերաբերում է զորավարժություններին, այնպես չի, որ զորավարժություններ չեն լինում, դրանք լինում են, իսկ հարևան երկրների, այդ թվում նաև միջազգային գործընկերների հետ արվող զորավարժությունները լուսաբանվել են, և 25 թվականն եզակի տարիներից է, որ դրանք մեկը չի եղել, մի քանիսն են եղել, այդ թվում նաև տարբեր երկրներում մեր զինծառայողները մասնակցում են տարբեր ձևաչափի զորավարժություններ, այդ թվում նաև որպես դիտորդներ։ Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են, բնականաբար պաշտպանողական են, սկսած տարբեր տեսակի բազմազան ԱԹՍ-ներից, ինչպես պարազինության այլ տեսակներ, և կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հաջորդածը։ Չեն կարող եք գործընկերները հացը։ Չէ՞, շնորհակալություն, հաջորդածը։ Ինչ, ներողություն։ Զրույց։ Գիտեք, ճիշտ աշխատանքն է, այդ թվում նաև
ոչ միայն մեր կողմից, այլև ավելի ինլայնված աշխատանքն է, մենք կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք։ Դուք կանայք կարծրատիպեր կոտրելու խնդիր ունեք, հարգելիներս, որովհետև այլ հավասար պայմաններում մենք հավասարություն ունենք ու խոսում ենք հավասարությունից, բայց երբ այդ հավասարության հնարավորությունը ընձեռվում է, մենք խուսափում ենք այդ հավասարությունից օգտվել։ Հիմա եթե չլիներ, ասելու եք տեսեք, կանանց հնարավորություն չի ընձեռվում, այ որ կանանց թողային, գիտեք տասնյակ հազարավոր հայուհիներ կզինվորագրվեին հայրենիքի ծառայության։ Ես չեմ բացառում, որ այսօր էլ հայուհիները ունեն այդ ցանկությունը, մեր քաղաքացիները ունեն այդ ցանկությունը, բայց խանգարում է կարծրատիպերը, եղբայրը, հայրը, ամուսինը, շրջապատը, ասեմ ինչ են պատրաստում անել, պատրաստում ավելի ինտենսիվ լուսաբանել, այդ թվում նաև իմ մասնակցությամբ, ընդհանուր շնորհակալություն հայտնել, ոգևորել այդ աղջիկներին, որովհետև նրանք իրոք կարևոր են եւ ես պիտի իրենց դերը ավելի մասսայական դարձնեմ ու փորձեմ նաև ձեր աջակցությունը ակնկալել, որովհետև առանց ձեր աջակցության դա հնարավոր չէ։ Շնորհակալություն, հաջորդացը։ Շնորհակալություն, դուք խոսում եք հասարակական կազմակերպության մասին, որի հետ եղել է մշտական պայմանագիր, ովքեր կատարել են ծառայություններ են մատուցել պաշտպանության նախարարությանը, այն է նախապատրաստել են զինվորներին վարորդական պատրաստության դասընթացներին։ Այսօր պաշտպանության նախարարությունը պայմանագրեր ունի մի շարք նմանատիպ այլ կազմակերպությունների հետ, ովքեր մեզ օգնում են նախազորակոչային շրջանում պատրաստել ապագա զորակոչիկներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն եւ ստանան վարորդական իրավունք ու ծառայեն Հայաստանի Հանրապետությանը որպես վարորդ զինծառայողներ։ Խնդիրը այսպես է կարգավորվում, այսինքն մենք սա նույնպես դիվերսիֆիկացրել ենք, տարածել ենք եւ կան նոր խաղացողներ, նոր ընկերություններ։ Ինչ վերաբերում է զինկոմիսարիատներին, լուծումը մենք տեսնում ենք ավտոմատացման մեջ, թվայնացման մեջ։ Մենք վերջին 2 տարիների ընթացքում այս ուղղությամբ էական աշխատանք ենք կատարել, այդ թվում նաև ինֆորմացիայի թվայնացման ուղղությամբ, այս փուլում ընթանում են տարբեր տեսակի սերվերների ինտեգրման գործընթացներ եւ սրանց վերջնականացման արդյունքում մենք էապես կփոքրացնենք մարդկային գործոնը, այսինքն մարդկային կոնտակտը բավականին կքչանա, իհարկե վերաբերում է ենթակառուցվածքների վերանորոգումը ոչ միայն զինկոմիսարիատներին, այլև շատ այլ ենթակառուցվածքների։ Հարգելի գործընկերներ, մենք ժառանգել ենք բավականին վատ ենթակառուցվածքներ, սա տարբեր պատճառներ ունի։ Ունենք դեպքեր, երբ դրանք ընդհանուր սովետական են եւ որևէ կոսմետիկ վերանորոգման անգամ չեն ենթարկվել, բայց միևնույն ժամանակ մենք առաջնություն տալիս ենք այն ուղղություններին, որոնք կենսական նշանակություն ունեն զինված ուժերի պաշտպանունակության զարգացման ուղղությամբ։ Կհասնենք նաև դրանց։ Ես շնորհակալ եմ, որ դուք բարձրաձայնեցիք խնդիրը, այո, նման խնդիր ունենք, բայց դա ամենակարևոր խնդիրը չէ, ցավոք, բայց կհասնենք դրան։ Երբ դա դառնա ամենակարևոր խնդիրը, ուրեմն մենք որևէ խնդիր չունենք։ Շնորհակալ եմ։